Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում Ստեւությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Տավուշի նախկին փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանին։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Ստեփանյան, գյուղատնտեսական հողերը 3 տարի չօգտագործելու դեպքում վերադարձվելու է պետությանը։ Այս նախագիծը գտնվում է մեկնարկային փուլում, խնդրում եմ ասեք ինչ նպատակ է ձեր գնահատմամբ սա հետապնդում եւ ինչ ռիսկեր ու հնարավոր սոցիալական հետևանքներ եք տեսնում այս նախագծի կիրառման դեպքում, հատկապես սահմանամերձ եւ սոցիալապես խոցելի համայնքներում։ Տեսեք, այդ ձեր մեջբերումը արված էր հողային օրենսգրքից, որը օրենքի պահանջ էր, բայց դեռևս ենթաօրենսդրական ակտով ամրագրված չէր, թե ինչպես։ Ընդ որում հողային օրենսգրքում ասում է, որ դատական կարգով։ Իսկ ես ինչ որ հիմա շրջանառվում, այդ հենց վերաբերում է այն չափորոշիչին, դասակարգման ու այն կարգին, թե ինչ ընթացակարգով են այդ հողերը դասակարգվելու որպես չօգտագործվող։ Հենց տենց էլ վերնագրված է չօգտագործող գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվառման կարգ։ Ընդ որում վերաբերում է բացառապես վարելահողերին։ Միգուցե մեկնարկ սա է ու ընտայնում կտարածվի։ Հիմա հենց սկզբից, հենց կարգից միանգամից գնում ենք կրկին հակասահմանադրական տրամաբանությամբ, ընդ որում սահմանադրության կոպիտ խախտմամբ։ Ինչ է գրում երկրորդ կետով օրենքի, ասում է, որ կարգի, ասում է, որ այդ process-ը պիտի իրականացնի համայնք։ Հիմա ձեր եթերում էլ ենք խոսել այս մասին, ընդ որում այդ համայնքը ոչ միայն դիտարկում է, այլ նաև բազում գործողություններ պիտի անի։ Համայնքի ղեկավարը այսքան օր հետո, 20 օր հետո հրապարակում է ֆոտոներ, վիդեո ռեպորտաժներ, փաստաթղթեր, հավանաբար ձևաթղթեր, ընդ որում եթե պոտենցիալ հողի սեփականատեր անհամաձայնությունն է հայտնում, նա կարող է բողոքարկի, այդ բողոքարկելը նշանակում է նորից պիտի գնա, նորից ինչ որ վեճեր եւ այլ, այսինքն բավականին ծավալուն աշխատանք է, որի համար համայնքը ոչ մի ռեսուրս չունի։ Ոչ ադմինիստրատիվ ռեսուրս ունի, ոչ ֆինանսական, ոչ տեխնիկական, ոչ մի ռեսուրս չունի այդ ամենը անելու համար։ Առավել ևս եթե նայում ենք տարածքային կառավարման նախարարության կողմից սահմանված հաստիքացուցակները, որոնք նախատեսել են համայնքների համար, ոչ մի այսպիսի բան նախատեսված չի։ Թե ով պիտի անի, սա դժվար է ասել։ Այսինքն ի սկզբանե այնպիսի մի դրույթ ենք սահմանել, որը անիրագործելի է։ Հիմա գանք թե ինչն է հակասահմանադրականը։ Ինչ ասում մեր սահմանադրությունը։ Ասում է տեղական ինքնակառավարումը, տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է համայնքի բնակիչների շահերից ելնելով սահմանադրության եւ օրենքներին համապատասխան սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցեր։ Բանալի բառա չէ համայնքային նշանակության։ Հիմա այս խնդիրները արդյոք համայնքային նշանակության են, իհարկե ոչ, որովհետեւ ինքնին կարգում, երբ որ հիմնավորման բաժին ենք մտնում, հենց նույն կարգի նշված է, որ 52.7%-ը, ընդ որում նաև 8%-ը 440,000 հեկտար վարելահողից չի մշակվում։ Այսինքն հակնհայտ է, չէ՞, որ ազգային նշանակության խնդիր է։ Սա ընդհանրապես համայնքի գործը չի, ինչ որ մի համայնքում չի խնդիրը։ Ինքը գրում է համատարած բնույթ։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մոտավորապես 400,000 ֆերմեր կան, նո հիմա 320,000-ն է ավելի հաճախ հնչում, տարիներ առաջ մինչև 420 էր հասում մոտավորապես։ Այսինքն շուրջ 80,000 ընտանիքների այս վճիռը անդրադառնալու է, քանի որ 53%-ը դրանով չի զբաղվում։ Այսինքն տեսեք ինչն է այստեղի նաև հակասահմանադրականության խնդիրը։ Բացի այն, որ սա համայնքային նշանակության չի, նաև սահմանադրության 146-րդ հոդվածը ինչ ասում, երբ որ խոսում է կառավարության լիազորությունների մասին։ Կառավարության լիազորությունները սահմանում են սահմանադրությամբ եւ օրենքներով։ Հիմա կասեմ այդ որ օրենքն է։ Կառավարության իրավասության են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված
չեն տեղական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, այսինքն նաև արգելք է դնում, որ կառավարությունը տե անելիք չունի։ Հիմա եթե մի փոքր ավելի հետ գնանք, հասկանանք թե այդ համայնքը ոնց է ձևավորվել։ Եվրոպական խարտիայի անդամ ենք դառել մենք, որպես հիմնական իշխանություն կրող պետական իշխանությունները ժողովրդավարության սկզբունքին համաձայն իրենց լիազորությունների մի մասը կամավորությամբ զիջել են համայնքներին, բայց զիջել են նա, ինչպես որ սահմանադրությամբ անշված համայնքային նշանակության հանրային հարցերը։ Իսկ եթե իրավիճակում ինչ որ մի նոր իրավիճակ է ծնվում եւ ինչ որ մի նոր գործառույթ պիտի փոխանցվի համայնքին, բացի օրենքի դրույթից, այդ արվում է արդեն պատվիրակված լիազորությունների շրջանակներում։ Հիմա որպեսզի հասկանալի լինի, որ սա իրավաչափ չի, նայենք թե ինչ է ասում կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենք հավելված 5-ը, որտեղ էկոնոմիկայի նախարարության լիազորությունները սահմանում։ Երկար ինչ որ բան, գանք ես խնդրին։ Հողերի Յուղատեսական հողերի մշտադիտարկման, արդյունավետ օգտագործման, մելորատիվ վիճակի բարելավման ու պահպանման եւ գյուղատնտեսությանը պետական աջակցության ոլորտներում կառավարության քաղաքականության իրականացնողն է։ Հիմա եթե այդ մոնիտորինգ կոչվածը անում է էկոնոմիկայի նախարարությունը, օրենքով վերապահված է իրեն, բայց այս կարգով էլ սահմանել ենք ու տալիս ենք համայնքներին։ Ընդ որում տալիս ենք մի համայնքին, ընդ որում բոլոր համայնքներն են, ովքեր որ ոչ մի կարողություն չունեն այդ խնդրից դուրս գալու։ Առավել եւս այս հող կրողն անձինք, դրանք են մարդիկ են, ովքեր առաջնային մանդատով ձևավորում են այդ համայնք, այսինքն ստեղծվելու է մի քաոսային իրավիճակ, եթե օրենքը գործածության հասնի, որ այդ համայնքի ղեկավարը սեփական շահից ելնելով մի որոշակիորեն իմիջիայլոց վերաբերմունք է ունենալու սրան։ Նաև այդ սոցիալական խնդիրը կա, որովհետև հենց գործ ունի անմիջապես իրեն ընտրողի հետ։ Շատ խնդրահարույց բան է, ընդ որում այնպիսի դրույթներով, այնպիսի բաներով ձևակերպված, որ էլ չեմ ուզում այդքան շատ մանրանամ, որովհետև ասելիք այսօրվա մի փոքր ավելի շատ է, ավելի գլոբալ բաներ։ Ուրեմն այս խնդիրը ինքը անչափ կարևոր է։ Մենք ունենք 440,000 հեկտար հող, որոշ դեպքերում 444 է գրված, բայց էական չի, վարելահող։ Ու դրա 53%-ը, ընդ որում անցած տարվա ցուցանիշները 57-ին գերազանցում էին, 60-ին մոտ էին, չի օգտագործվում։ Հիմա այս խնդիրը չի այս խնդիրը դառնում քննարկման առարկա, որ դառնում է, թե եթե չես օգտագործում վերադարձրիկից։ Ուրեմն բազում միջազգային կազմակերպությունների հետ այդպիսի քննարկումներ եղել են։ Վերջի ամենավերջի ինֆորմացիան, որ կար, նաև FAO-ի հետ, ընդ որում FAO-ում նշել են FAO-ի հետ քննարկումներ են եղել հողային բարեփոխումների օրակարգի ձևավորման, հողերի չօգտագործման մարտահրավերներ եւ գյուղացիական տեսությունների կառուցվածքի բարելավման միջոցով գյուղատեսական ներուժի արդյունավետ օգտագործման հնարավորությունները։ Այսինքն խնդիրը կարևոր է, միջազգային կազմակերպություն անգամ վերնագրում թիրախները նշել է, ուրվագծել այդ թիրախները, թե որոնք են խնդիրները, որ հողը չեն մշակում, թե ինչքան է կարևոր այդ հողը մեր համար, ինչ թվում է չարժի էլ խոսել, թեկուզ զուտ պարենային անվտանգության տեսանկյունից, մեր ինքնաբավության մակարդակի տեսանկյունից, նաև այն խնդրի տեսանկյունից, որը ինքը աշխատատեղեր է ստեղծում գյուղական միջավայրերում, դա այսինքն սոցիալական խնդիր է նաև, ակնհայտ չէ, բոլորիս համար փաստ է, որ գյուղական զբաղվածության խնդիրը ահռելի մեծ թվերի հասել, ինչը նպաստում է արտագաղթին, իհարկե, այս ուրբանիզացիոն process-ներին, այդ սահմանամերձ համայնքներից տեղափոխում են ու ոչ միայն սահմանամերձ մայրաքաղաք կամ արտագաղթում են, առավել եւս հաշվի չառնելով են արտադրական ռեսուրսը, վարելահողը, որ իրենց սեփականությունն, այսինքն մենք հիմնական թիրախները թողած անդրադառնում ենք ինչ որ այլ բաներին, այն էլ վերապահում ենք այդ գործը այն մարմնին, ով իրավասու ու կարողություն չունի այդ հարցի լուծումը տա։ Ուրեմն մի խնդրի էլ անդրադառնամ այս նույն կոնտեքստում։ Այս ինչ ասա, հողային բարեփոխումների փորձական ծրագիր, այսինքն խնդիրը տևական ժամանակ է քննարկվում։ Այս ծրագրի մեկնարկն էլ եղել է 2022 թվականին։ Ուրեմն ընդ որում ընտրված են թիրախային համայնքներ, ուրեմն դա Բաղրամյանն է, Մայիսյանը, Հայթաղը եւ Նորակերտը։ Սրանք բոլոր Արմավիրի մարզում են։
Ընդ որում ցուցանիշներ կան։ Բաղրամյանում 73%-ը չի մշակվում եւ այլն, հողերի չի մշակվում։ Ընդ որում այս ծրագիրը բաղկացած է 5 կոմպոնենտից, բաղադրիչներից, որը վերաբերում է հողերի առք ու վաճառքին, հողերի կարգավիճակների ճշգրտմանը, վերաբերում է ուրեմն գործարքներին միջնորդելու կարողությանը, եթե ինչ որ վարձակալությամբ կամ գնման պարագայում պետությունը մասնակցություն կունենա տեղ ու կօգնի։ 4-րդ բաղադրիչը հողամասերի միավորման բաղադրիչն է, 5-րդը հողերի բարելավումը, նրանց ֆիզիկական, քիմիական, կենսաբանական կազմը։ Բոլորը մեր պետությանը վերապահված է, ընդ որում հաստիատերերն են սահմանված, ընդ որում ծրագիրը ինչքան որ հասկանում են ֆինանսավորումից հավանաբար 2 տարվա տևողությամբ է, ընդհանուր բյուջեն կազմում է 5.5 միլիարդ դրամ, 2022 թվականին ծրագրի իրականացման համար նախատեսված է 414 միլիոն դրամ, իսկ 23 թվականին ոնց որ թե 5.425 միլիարդ դրամ։ Այս տարիների ընթացքում պիտի այս խնդիրները լուծվեին, ընդ որում նաև արդյունքային ցուցանիշներ կան։ Այս գյուղերում գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման մակարդակի նվազեցումը շուրջ 60%-ով, այսինքն այդ 79%-ով, ուրեմն գյուղատնտեսական նշանակության հողերի մասնատվածության մակարդակի նվազեցում, որին նույնպես անդրադարձ չկա, գյուղատնտեսական հողերի բերիության բարձրացում, ոռոգելի հողատարածքների ավելացում շուրջ 60%-ով, շուրջ 800 հեկտար հողատարածք շրջանառության մեջ ներառում, որոնք որ չեն օգտագործվել կրկին ներառեն, եւ հողայի շուկայի զարգացում։ Ոչ մի արդյունքային ցուցանիշ չկա, կամ միգուցե կա, դա լայն հասարակությանը հասանելի չէ։ Հիմա մի խնդրի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը բևեռեմ, ինչը վերաբերում է հիմնավորում բաժին։ Հիմա տեսեք ինչ են հիմնավորում, ինչու է որ չի օգտագործվում։ Գյուղատնտեսական հիմնավորում բաժնի 3-րդ բարբերությունն է, 2-րդ կետի։ Գյուղատնտեսական նշանակության հողերի չմշակման պատճառները բազմազան են, հեղինակն է գրում։ Սեփականատիրի երկրի բացակայություն, ցածր եկամտաբերություն, շրջանառու միջոցների անբավարարություն, ոռոգման ջրի անհասանելիություն կամ անբավարար մատակարարում, գյուղատնտեսական արտադրանքի իրացման դժվարություն, այլ աշխատանքով զբաղվածություն, աշխատուժի բացակայություն, հողի ցածր բերիություն եւ այլն։ Այսինքն հիմնավորման մասում գրել ենք բացառապես այլ բան, բայց մեկնաբանության մեջ գրել ենք բացառապես այլ բան։ Այսինքն իրավասու մարմինը շատ քաջությամբ, խորությամբ հասկանում է այդ հողը չմշակելու իրական պատճառները ու գրի առել դա։ Նաև նշում աստեղ մի կետ եւս հողային օրենսգրքից, ասում է 43-րդ հոդվածի առաջին կետով համայնքները պետք է վերահսկողություն իրականացնեն հողերի նպատակային օգտագործման նկատմամբ։ Ու սա փորձում է վարելա հողերի օգտագործման տեսանկյունից դիտարկել։ Այն ինչ էս հոդվածը վերաբերում է նրան, որ եթե դա վարելա հողա ու ինչ որ մեկը սեփական նախաձեռնությամբ փորձում է այգու վերածել, այդ դեպքում համայնքը պիտի գնա վարչական միջոցներ կիրառի, որովհետև այգու նկատմամբ պահանջները այլ են, турքերը, հարկերը այլ են, վարելահողի նկատմամբ այլ են, արոտավայրի նկատմամբ այլ են։ Այստեղ եկամուտներ կարող են կորչել համայնքից, որովհետև այգու турքերը շատ ավելին են, քան վարելահողերինը։ Կամ եթե այդ պայմանական եմ ասում, այդ այգին դարձրել է բան, վարելահող, նույն կերպ դեպի պիտի կարգավիճակը փոխվի։ Կամ ենթադրենք վարելահողի վրա ինչ որ մեկը կամավոր ինչ որ շինարարական պրոցեսներ անում, որը արգելված է, օրենքով թույլատրելի չի, այս սրանց նկատմամբ հսկողություն պիտի իրականացնի։ Այս օրենքը չի վերաբերում նրանին, թե ինչ որ մեկ իր հողամասում կարտոֆիլ է ցանում, թե չի ցանում։ Սա դրան չի վերաբերում։ Այսինքն այստեղ այդ խնդիրն էլ կա հիմնավորման մեջ։ Հիմա եթե կուզեք անդրադառնանք թե նրան որտեղից են այդ հողերի սեփականատերը դարել այս մարդիկ։ Մեր երևելի անցած տարիների պայքարի շնորհիվ մեր պետությունը անկախություն ձեռք բերեց։ Ու այս մարդիկ, ովքեր այս հողերը տնօրինում էին, այդ իրենց գյուղերում, այդ սովխոզներում տարբեր պոզիցիաներով աշխատում էին։ Մեկը կտվոր էր, մեկը բանվոր էր, մեկը վարորդ էր, մեկը հաշվապահ էր, ինչ որ բանով զբաղված էին բոլորը։ Ընդ որում այդ աշխատանքի դիմաց իրանք վարձատրվում էին ու իրանց ընտանիքի խնդիրները լուծում էին դրանով։ Հենց որ մենք անկախություն ձեռք բերեցինք, բարեբախտաբար հողի ռեֆորմ իրականացրեինք, չէ՞։
Այդ հողերը տվեցինք հենց այդ մարդկանց։ Ասեցինք վերցրեք սա ձեր արտադրական միջոցներն է, մենք որպես պետություն ամեն ինչ կանենք, որ դուք սրանով ձեր ընտանիքի հոգսերը հոգաք, կրկին ձեր զարգացումը ապահովեք։ Այսինքն սա միայն հող չի ֆիզիկական։ Սա այդ մարդկանց սոցիալական, կենսաբանական, չգիտեմ, հոգևոր մշակութային պահանջմունքները բավարարելու արտադրական միջոցն է։ Պետությունը պիտի այստեղ իմպերատիվ բաներ ձեռնարկեր, որ այդ մարդը մշակեր իր հողը, դրանով կարողանար իր ընտանիքի կայուն, իհարկե, եկամուտներ ունենար, հեռանկար տեսներ այդտեղ, կայուն համակարգեր ստեղծեր, միավորեր դրանց, տարբեր արտադրական հզորություններ տար եւ այլն։ Այսինքն ինչ որ այլ են բոլոր զարգացած երկրներ ու հիմա էլ անում են։ Մեր պետությունը այդ անելու փոխարեն ոչինչ չի արել։ Այս մարդիկ ստիպված տարիներ շարունակ տարբեր փորձեր ձեռնարկեցին, նրանց հիմնական մասը չհաջողեց, որովհետև համակարգեր չկան, ստիպված թողեցին այս հողերը, ընդ որում ասեմ, որ այդ առաջի տարիներին բահով հեկտարներով մեր հայրենակիցները փորում էին հողը, բահով հեկտարներ էին փորում, ընտանիքներով առավոտից գնում էին, մշակում էին հողը։ Այսինքն այդ ոգևորությունը մեկնարկում կար, աշխատում էին, փորում էին, ինչ որ բան էին ցանում, տարեց տարի, այդ թիվը եկավ հասավ 60%-ի։ Ու այս ստիպված մի որոշ մասը տեղափոխվեցին այլ երկրներ իրանց ընտանիքի խնդիրները լուծելու։ Ու հիմա դա ներկայացում է, որ այդ մարդը ստեղ չի, հիմնավորման բաժին, բացակայություն։ Ու եթե տեղափոխվեց Երևան, հիմա խնդիր է ուրբանիզացիայի հետ կապված։ Այսինքն պետությունը իր իմպերատիվ պահանջը չի կատարել այդ գյուղացու հանդեպ։ Սա հիմնական պատճառը։ Ստեղ մեղավորը ոչ թե գյուղացին է, որ հողը չի մշակում, այլ այս բոլոր կառավարությունները յուրաքանչյուր իր մեղքի չափով նպաստել են։ Իհարկե, նպաստել են այսօրվա իրավիճակին։ Ու հիմա քավության նոխազը դարձնել գյուղացուն, թե դու ինչու քո վարելահողը չես մշակում։ Դե որ չես մշակում 3 տարի, մենք չնայած դատական կարգով, բայց կապ չունի։ Հա, մենք կանանք քո հողը քո ձեռքից հետ։ Ինչ են անելու այդ հողը վերցնելուց հետո վաճառելու։ Նշված է։ Տեսեք ինչն է հետաքրքիրը։ Տեսեք ինչ են գրում։ Որն է դրա նպատակը։ Չօգտագործման հողերի հաշվառման արդյունքները արտացոլվելու են ազգային գեոպորտալի քարտեզագրման համակարգում արկա համայնքների հասանելի էջերում։ Այսինքն այդ գեոպորտալը, որ համայնքները մուտք գործեն, կարող այդ տվյալները տենան։ Ընդհանրապես դե համայնքը գիտի չի իր չօգտագործող հողի քանակ։ Օրինակ իմաստը ո՞րն է այս ամբողջ աղմուկի, եթե նպատակը միայն այդ էջը տեսնելն է։ Էսա նպատակը։ Դիտարկումը իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից, յուրաքանչյուր տարվա ժամանակացույցը հրապարակում է մինչև տվյալ մարտի 20-ը, հողամասից բացակայում է Հայաստանից, անհայտ է կամ այլ պատճառով չի կարող եւ չունի ներկայացուցիչ կամ հրաժարվում է մասնակցել, ապա դիտարկումն իրականացում է առանց սեփականատիրոջ մասնակցության, կցվում է լուսանկարներ, տեսաժապավեններ, արդյունքները ամփոփելուց հետո ոչ ուշ քան 1 ամսվա ընթացքում համայնքի ղեկավարը որոշում է ընդունում այդ հողը չօգտագործող կարգավիճակ շնորհելու վերաբերյալ գյուղատեսական բնագավառի այսինքն էկոնոմիկայի նախարարը ընդամենը հրապարակում է դա իր պաշտոնական կայքեջում։ Այսինքն համայնքները ամեն ինչ անում են, էկոնոմիկայի նախարարը հրապարակում է ու վերջ։ Հիմա թե ինչ ա լինելու, չգիտենք։ Հիմա եթե այդ հողը տենց ակտիվ ռեսուրս է, որ կարա այս խնդիրներ լուծի ու պետությունը փորձում է այդ գյուղացիներից հետ վերցնի, այդ դեպքում ուր են այդ գնորդները, ինչի չեն հիմա գնում։ Որտեղ են այդ հայաստանցիները, որոնք հող գնելու ցանկություն ունեն, ու այս մարդիկ էլ չեն վաճառում, ենթադրենք։ Այսինքն օտարերկրյա ինչ որ Դե կարելի է ենթադրել այդպես բաներ, որովհետև շատ են հող վաճառողները հիմա, որ գնորդ չունեն։ Գնորդ չունեն, որովհետև իրենք են ձևակերպել, որ եկամտաբեր չի, շահույթաբեր չի դա։ Ենթադրենք, թե այդ պետությունը հող ինչ որ կերպ վերցրեց, ենթադրենք, ինչ է անելու այդ հողին։ Մեկ էլ ադմինիստրատիվ ռեսուրս ավատնելու, ինչ որ մի բան է ստեղծելու, որ այդ հողերը սկսի կառավարել։ Այդ պոակը ինչ միջոցներով է անելու։ Իհարկե բյուջեի միջոցների հաշվին։ Պարոն Ստեփանյան, անդրադառնանք մի փոքր Տավուշի մարզում գյուղատնտեսության ընդհանուր վիճակին, ինչպիսի վիճակում է գտնվում այսօր եւ որոնք են հիմնական խնդիրները։ Տավուշի մարզում։ Այո, Տավուշի մարզում։ Վերջի թարմացված տվյալներ չունեմ, իհարկե, մի փոքր վաղեմության է։ Տավուշի մարզում եւ ակտիվ գործունեություն կա եւ կա пассивություն։ Այս ցուցանիշների 52% իհարկե միգուցե հենց վերաբերում է նաեւ Տավուշի մարզին։
կան ակտիվ ձեռնարկություններ, որոնք եկել են սեփական միջոցների, սեփական հնարամտության, սեփական կարողությունների շնորհիվ ինչ որ բաներ են հաջողել են։ Կան այդպիսի դեպքեր, բայց դա անհատներն են եւ դա համակարգի ծնունդը չի։ Դա այս կամեն անձի կարողության, ինիկատիվ ունեմ գենետիկ, ֆինանսական, սոցիալական եւ այլ այս կարողությունների արդյունքում է, համառության որոշ դեպքերում, բայց գյուղատնտեսությամբ զբաղվողը հիմնականում հողերը բացի թողի վիճակում է ու չի մշակվում։ Օրինակ գյուղեր կան, որ այդ ցուցանիշը 52.7 չի, շատ ավելի բարձր է, միգուցե 70 եւ 80 անցնում է։ Հիմնականում նոյեմբերյան ցածադիր հատվածներում ու նաեւ Բերդի տարածաշրջանի ցածրադիր հատվածներում այգեգործությամբ եւ դաշտավարությամբ են զբաղվում։ Կրկին ուզում եմ նշեմ, որ շատ հաջողված տնտեսություններ կան, չնայած նրանք էլ ունեն խնդիրներ, բազում խնդիրներ ունեն։ Այս համակարգերի բացակայությունը նաև նրանց աշխատանքն է խոչընդոտում։ Իսկ ավելի սենց բարձրադիր գոտիներում գերակշռողը հիմնականում անասնապահությունն է, որտեղ կրկին հաջողված դեպքեր ունենք, բայց նաև խնդիրներ կան։ Խնդիրները իհարկե կապված են մսի իրացման հետ, կաթի իրացման հետ, կաշվի իրացման հետ, ենթամթերքների իրացման հետ, բազում հիվանդությունների արկայության հետ, այսպիսի խնդիրներ կան։ Ինչով եք բացատրում օրինակ հենց խոշոր եղջերավոր անասունների թվի շարունակական կրճատումը, որքանով է դա վտանգում գյուղական համայնքների կենսունակությունը։ Դե ինքը մեր ժողովրդի մեջ այդպիսի բան կար, չէ, ասացված կար տարիներ առաջ, ասում են, երբ որ կգա սովը, դեմ կգա կովը, տենց բան կար, չէ։ Այսինքն կովին դիտարկել մենակ կենթանի, դա, հա, իհարկե գյուղատնտեսական կենթանի է, բայց նրա շուրջը մի մեծ արեալ է ձևավորվում։ Ինքը եւ կովի նկատմամբ բնակչի վերաբերմունքն է այլ եւ նրանից ստացված պրոդուկտի նկատմամբ։ Հիմնական պատճառն է, որ շահույթաբեր չի։ Ինչն է այստեղ խնդիրը։ Ամենամեծ խնդիրը նա է, որ մեր այդ համակարգերը չգործելու պատճառով արդեն մեր շուկան կամած, այլ արդեն ոչ կամած, բավական ինչ շեշտակի ծավալներով, արագ տեմպերով գրավում են այլոք։ Եթե մտնենք ցանկացած խանութ, կտեսնենք, որ այդեղ ռուսական, բելարուսական եւ այլ երկրների արտադրանք է, ընդ որում այդ նույն արտադրանք կտեսնենք ցանկացած գյուղի խանութ։ Սին գյուղացին գնում է ինչ որ մի այլ երկրի թթվասեր առնում է տանում է իրանց տուն։ Հա, այս հիմնական խնդիրն է եւ հիմնական խնդիրներից մեկն է նա, որ կաթի շուկան ձևավորված չի։ Իսկ սրա համար էլի կրկին տարբեր տարիներին ինչ որ փորձեր ձեռնարկվեցին, բայց այս տեսեք հաջողություն չի արձանագրվել դեռևս։ Ընդ որում ես էլ եմ այդ ժամանակ ինչ որ դերակատարություն ունեցել, որտեղ որոշակի որոշում կայացնելու լիազորություն եմ ունեցել։ Այսինքն ինչ որ չափով է նաև ինձ է վերաբերում այդ ձախողումը։ Հա, տեսեք խնդիրն ինչն է, սա երկարաժամկետ գործընթաց է։ Պայմանական եթե 400,000, 320-400,000 ֆերմերներ են ու նրանց մոտավորապես 1/4-ը զբաղված է տավարաբուծությամբ, մոտավորապես այդ թիվն է։ Հա։ Այս դեպքում սա չենք կարա կարճաժամկետ 1 կամ 2 տարում հաջողություն ունենալ։ Այստեղ պիտի լինի հստակ ռազմավարություն, մարտավարական քայլեր, քայլ առ քայլ, գնար հստակ ուղղությամբ։ Բայց դժբախտաբար մեր մոտ ոնց է լինում։ Մեր ցանկացած եկող իշխանություն ասում է մինչև հիմա ոչինչ չեն արել, ես սկսում եմ 0-ից։ Ով գալիս է սկսում է 0-ից։ Մեկ էլ ինչ որ մի փուլում իր նկատմամբ են անվստահություն հայտնում, մեկ էլ հաջորդն է գալիս, սկսում է 0-ից։ Ու տենց մենք տենց այդ շրջանակի պես 0-ից սկսում ենք անընդհատ։ Նախորդի են փորձը, ընդ որում ռացիոնալ փորձը, որի վրա կարելի է հիմնվել, որը կարելի է հաշվի առնել, ձախողումները չկրկնել, ու սենց հաջորդիվ process-ները, որպես ինչ որ մի ժամանակ հասնենք մի ցանկալի արդյունքի, այդ պրակտիկան չկա։ Ընդ որում չկա դա հիմնականում պետական կառավարման համակարգում։ Անասնապահության ոլորտում նախորդ տարի արձանագրվեցին այսպես համաճարակներ, ինչի հետ էր դա կապված եւ որքանով էին կանխատեսելի ու ձեր գնահատմամբ արդյոք դրանք կանխարգելիչ քայլեր բավարար չափով եղան։ Դե այդ ձեր հարցի պատասխանը ստանալու համար պիտի մտնենք նաև էկոնոմիկայի նախարարության կայքեջ։ Երբ որ կրկին խորհրդային տարիներից ես կոմ, ընդդեմ այդ պրակտիկան այն ժամանակ էլ կար։ Մեր պայքարի միջոց այդ հիվանդությունների նկատմամբ պատվաստումն է։ Ոչ մի պատվաստում 100%-անոց էֆեկտիվություն չունի։ Պատվաստումը միջանկյալ գործընթաց է։ Այսինքն ինչ որ մի իրավիճակ է, որ մենք չենք կարող, չէ, ինչ որ
երկարաժամկետ process է պետք է այդ խնդիրը հաղթահարելու համար, բայց որպեսզի տարածում ավելի մեծ աշխարհագրություն չընդգրկի, պատվաստում ենք արհեստական իմունիտետ ենք ստեղծում, որպեսզի կարողանանք հաջորդիվ ռադիկալ քայլերով այդ հիվանդությունը չեզոքացնենք։ Մեր մոտ այդ պատվաստման վրա գալիս ենք, հաստում ենք պատվաստան ու մնում ենք տեղ։ Ռադիկալ քայլեր չկան։ Այսինքն մենք ոչ թե հիվանդությունը վերացման քաղաքականություն ենք որդեգրել, այլ հիվանդությունը չտարածվելու քաղաքականություն։ Դուք խոսում եք վերացման մասին, որ այդ հիվանդությունները չլինեն։ Հիմա մինչև երբ ենք մենք պատվաստելու, չգիտեմ, ոչ միտեղ չի երևում այդ հարցը։ Ընդ որում մասնագիտական որոշում չի սա։ Մասնագիտական տիրույթ հասկանում է, քաղաքական որոշման խնդիր է, այսինքն ավելի արմատական մոտենալ հարցին։ Ընդ որում ասեմ, որ դրանք միլիոնավոր դոլարներ են այդ պատվաստանյութերը։ Ոչ միայն պատվաստանյութերը, նաև այդ սպասարկող անձնակազմը, նաև այդ անասնաբուժական անձնակազմը, ադմինիստրացիան, լաբորատորիա եւ այլ, ահռելի մեծ ծախս է պետության վրա։ Ու ասեմ, որ այն ծախսը չի, որ պիտի արվի, իմ կարծիքով էլ ավելին պիտի արվի, բայց պիտի արվի ռազմավարության մեջ, ոչ թե անընդհատ ծախս անելով գնանք առաջ, առանց նպատակակետը տեսնելու, այլ հստակ ձևակերպված լինի այս կամ այն հիվանդության վերացման կամ առողջացման ծրագիր, ոնց թե անվանումը տեխնիկական բնույթակրում, ու գնալ այդ process-ով առաջ։ Մեր մոտ այդ խնդիրը ձևակերպված չի ոչ մի հիվանդության տեսանկյունից։ Անցած տարի մի ոգևորող լուր ստացանք, որ դաբաղի ոլորտում մի որոշակի հաջողություններ կա։ Այն էլ եկավ վարակը տարածվեց, ընդ որում եթե մինչ այդ մեր երկրում մի քանի սերոտիպեր էին այդ հիվանդության, մեկը եւս ավելացավ։ Ու այդ process-ը գնում է առաջ։ Ստեղ փաստաթղթավորման, համակարգի հետ կապված հարցերի, ինստիտուտների թեր զարգացվածության խնդիր է։ Ստեղ հիմնական խնդիրը նա է, որ մեր պետությունը անասնաբուժությանը կցորդ է դարձնում։ Մեկ կպցնում է սննդամթերքին, մեկ սրան, մեկ նրան չի ուզում խնդիրի տեսնի։ Մտածում է, թե դրանով տնտեսում է։ Թեկուզ այդ կենդանիների անկումը հենց պայմանավորված է դրանով։ Որոշ առումով, բացի մթերք շահույթաբերություն, նաև հիվանդությունների դեմ ֆերմեր ինքնուրույն չի կարող պայքարի։ Իսկ այն անասնաբուժը, որը ինչ որ բան պիտի անի, նաև տեխնիկապես զինված չի։ Բացի այդ զինված չի, նաև դրա համար կոչված չի։ Անասնաբուժությունը պիտի անջատել։ Անասնաբուժությունը տանել սննդամթերքի կոնտեքստ, այս շատ սխալ քաղաքականություն է։ Ակնհայտ է, որ անասնաբուժի կողմից կերտվածը ինչ որ մի փուլում դառնում է սնունդ։ Իհարկե, բայց ենթադրենք թե կաշին սնունդ չի դառնում, չէ, կաշինը կոշիկ է դառնում։ Չէ։ Պարոն Ստեփանյան, գաղտնիք չէ, որ կասեցվեց սահմանամերձ գյուղերին բնակարանների կառուցման, տների կառուցման սուբսիդավորման ծրագիրը 16 միլիոն դրամով։ Ձեր գնահատմամբ ինչու կասեցվեց, դադարեցվեց այս ծրագիրը եւ ընդհանրապես ինչպես է գնահատում այս ծրագիրը գաղափարապես եւ իրագործման առումով։ Տեսեք, խնդիրն ինչ է։ Ինքնին շատ լավ է, որ այդ ծրագիրը կա, շրջանառու միջոցներ են, չէ, շրջանառվում անընդհատ, ինչ որ բան են, ցեմենտ են գնում, քար են գնում, ինչ որ մարդիկ աշխատում են, բան, ինչ որ process կա։ Այս առումով շատ լավ է։ Ինքնին ինձ թվում է մեկնարկային մոտիվն էլ ալա, որ սահմանամերձ գյուղերում գնան, ապրեն եւ այլն։ Բայց իրականությունը ինչ ցույց տվեց, որ եթե հենց իրենք գյուղացիները կամ այդ գյուղը տեղափոխվածները, Երևան տեղափոխվածները կամ այլ քաղաքներ տեղափոխվածներն են ինչ որ կշիռ կազմում, բայց քիչ չէին նաեւ այլոք ովքեր այդ հնարավորությունը օգտագործեցին իրանց համար այսպես կոչված ամառանոցներ սարքեցին փոքրիկ։ Ես դրա մասին ուզում եի խոսել։ Ու ինքը արդեն բովանդակությունից շեղվեց։ Այսինքն գյուղը սրանից բան չի շահում երկարաժամկետ։ Կրկին վերադառնում եմ դրան նախորդ տեքստից։ Մեր հայացքը տարիների շարունակականություն չունի։ Մենք շատ մոտն ենք տեսնում, հեռուն չենք տեսնում։ Մեր խնդիրները ռազմավարական չեն։ Ու անընդհատ մարտավարական, օպերատիվ ինչ որ սենս, տակտիկական բաներ ենք անում, ինչ-որ սենս էլի process ցույց տալու։ Իսկ ինձ թվում է, որ աշխատանքի ամենամեծ թշնամին աշխատանքի իմիտացիան է։ Ինձ թվում է, որ սա աշխատանքի իմիտացիա, ընդ որում էս վարելահողերն էլ աշխատանքի իմիտացիա։ Հիմա ինչի են նախաձեռնել սա։ Եթե իրանք հստակ տեսնում են, չէ, խնդիրները, ընդ որում ոչ միայն տեսնում են, նաև գրի են առել։ Ինչի են այս իմիտացիան ստեղծում։ Որովհետև մինչև այս կարգը ընդունվի, որոշումը բան, մեկ էլ կիրառվի, մեկ էլ բարձա չէ, որ ձախողելու է, դա էլ հասկանալի է, չէ, որ ձախողից քավության նոխասը համայնքն է լինելու։ Մի 2-3 տարի կանցնի, չէ, դե ինչ ա, 2-3 տարի կմնանք կաշխատենք
բան չէ, աշխատավարձ, պրեմիա, բան եւ այլ, sense դե այդքան այդ վաղտե մի ուրիշ բան կմտածենք, մեկ էլ sense process կգնա առաջ։ Ձեր կարծիքով այս ծրագիրը տների կառուցման սուբսիդավորման ծրագիրը նպաստել է տավուշից արտագաղթի նվազեցմանը։ Իմ ընկալմամբ դե իհարկե վիճակագրություն չի հրապարակվում դժբախտաբար, այսինքն ինչ որ ասում ենք ենթադրաբար, հա, իմ կարծիքով ոչ։ Հա։ Այսինքն ավելի մեծ քանակ կազմում էին ձեր նշած այդ ամառանոցները, քան օրինակ տեղում ապրող մարդկանց։ Տեղում ապրողներն էլ ունեն, բազում բաներ կան այնտեղ։ Հա, որ տեղացիները իրենք կառուցել են, ենթադրենք ընտանիքները երկու տղա ունեին, պիտի բաժանվեին, այս հնարավորությունը օգտագործել են, եւս տուն են սարքել, կամ ինչ որ մեկը երկրորդ տուն, մի խոսքով, երկրորդ տունն է սարքել։ Ստեղ խնդիրը նայեք, դրված է որ տունը սարքվի։ Բայց մեր խնդիրը տունը չի, չէ, մեր խնդիրը մարդն է։ Այսինքն մենք այդ սուբսիդավորում պիտի տայինք մարդուն, այն մարդուն, որ բնակեցրել է այդ տունը, եկել է բնակվել այդտեղ։ Միգուցե նրան ավելին տայինք, միգուցե նրան արտադրական հզորություններ տայինք։ Ենթադրենք թե այս հողերը բերեինք ֆիզիկական, կենսաբանական վիճակի ու տայինք այդ մարդուն, չգիտեմ, ինչ որ մի ընթացակարգերով։ Մեր խնդիրը մարդ չի դառնում ծրագրերում, մերը տունն է։ Ենթադրենք, ինչ ասում, չէ՞, էլի էկոնոմիկայի նախարարությունը։ Ասում է, եթե այսքան հեկտար առույթ ես ցանում կամ ցորեն ես ցանում 85 դրամ, 75 դրամ, քեզ բան եմ կանում, պետությունը սուբսիդավորում է։ Շատ լավ է որ սուբսիդավորում է, բայց այդ դաշտից առույթ ստացար, ցորեն ստացար, ինչ արիր, չարիր, բայց չի հետաքրքրում։ Այսինքն խնդիրը ցորենը չի, խնդիրը հեկտար ցույց տալն է։ Սկսես արդեն բնույթը փոխում է, շեղում է։ Ու այս իմիջայլոց վերաբերմունքը, երբ որ մշտական բնույթ է կրում, հենց այդ շահառուի սուբյեկտի մոդել է այդ իմիջայլոցությունը դառնում կենսակերպ։ Ինքն էլ է իմիջայլոց վերաբերվում դրան։ Այդ դառնում է process էլի, թեկուզ հենց ինք իր կյանքի նկատմամբ։ Դե ասում եմ, եթե ոչ մի բան այդպես լուրջ պետք չի նայել, ինչեմ ես իմ ապագային լուրջ նայում որ։ Սենց հասկանում եք, այս տենդենսը կա, ինչը շատ վատ է։ Շատ վատ է։ Ոնց վերացնենք դա։ Ինձ թվում է պիտի բանը լել։ Նո, ես մի քանի անգամ այդ հարցը բարձրացրել եմ տարբեր շրջանակներում, հիմա էլ օգտվելու ես առիթից։ Ես կառաջարկեի, որ գյուղատնտեսության ոլորտում ինստիտուտներ ձևավորեին։ Ընդ որում զարմանում եմ, թե միջեհմի ոչ մի հենց ունե որ ինչ որ մի խումբ, ինչ որ մի կամ ագրարային կուսակցություն չի հիմնի, ինչ ինձ համար շատ ցենց զարմանալի է։ Ոչ չեն տեսնում դա էլ այդ լուրջ ռեսուրս է, թեկուզ քաղաքական ռեսուրս որպես, թեկուզ 320,000-ը չէ, ինչ որ դերակատարություն կարող ունենար։ Ինստիտուտներ պիտի ստեղծվեն, որ այս խնդիրները լուծվեն։ Ինստիտուտներ ոլորտային, ինստիտուտներ ջուղային, ինստիտուտներ աշխարհագրական։ Այդ ինստիտուտները կարող են լինել ֆորմալ կամ ոչ ֆորմալ։ Ենթադրենք մի օրինակ բերենք։ Մեր Եվրոպայի կենտրոնում Ավստրիայում նույն մեր նահապետական կարգով ապրում են իրենց նահանգներում տատը պապը թորը տղան բան մի ընտանիքի ներսում են եթե երկու տղա ունեն որ ամուսնացել է պիտի բաժանվի ընդ որում որոշակի ժամանակ միասին են ապրում բաժանվելուց այդ հողամասի ծայրին մի ինչ որ մի տուն են սարքում նա էլ ընդեղ անում իրանք այդ երկու ենթադրենք եղբայրների իրանց ծնողների հետ մի ֆերմա ունեն այդ հարցները կթում են այդ կիսուրը կաթը մշակում է այդ տղաները կերակրում են արոտ են տանում ինչ որ համակարգ են ստեղծել իրանց համար ու այդ նույն հողն են մշակում ընդ որում նահանգ կար որտեղ գնացել էի տենց կարևոր գործով էի գնացել հա բոլորը ունեին 30 հեկտար հող եւ ունեին 16 գլուխ կով ոչ մեկը ցանկություն չուներ 17-րդ կովը ունենալու որովհետեւ 16 կովը բավարարում էր իրանց բոլոր խնդիրները հոգալ իսկ դա տարիների ընթացքում են գնացել ինչ որ մեկը նախաձեռնել է ու այդ բնակչությանը հասցրել այդտեղ դա անկասկած դրսից չի եղել իրենք ավստրիացիներն են արել դա հիմա մենք էլ պիտի մի օր գանք ու այդ քայլերով գնանք առաջ Եվ պարոն Ստեփանյան, վերջում, ինչ պիտի անենք, այսպես գյուղերում բնակչությունը ավելի շատ, այսպես ներգրավելու, չդատարկելու համար խոսքս մասնավորապես սահմանամերձ գյուղերին է վերաբերում, որտեղ դուք եք ձեր խոսքում արդեն նշեցիք, որ շատերը ձգտում են Երևան, շատերը արտագաղթում են նույնիսկ այլ երկրներ, ինչ անենք, որպեսզի մեր գյուղերը չդատարկվեն։ Դե ինձ թվում ամենասկզբից պիտի հասկանանք ում հետ գործ ունենք։
Օրինակ այդ գյուղը մեզ ինչի համար է պետք։ Պետք է որ ինքը որպես աշխարհագրական տարածք մնա այնտեղ մարդիկ ապրեն ու սահմանը շատ թե քիչ ապահով լինի։ Թե մեզ պետք է մի տարածք, որտեղ մեր ազգային ավանդույթները պահպանում են ավելի երկար տևական ու մենք ասենց ինչ որ այսպես կոչվածներ են իհարկե, ես էլ եմ գյուղում ծնվել մեծացել, գյուղաբնակները ինչ որ sense մշակութային ռեզերվուարներ են դրանք։ Թե այդ գյուղը մեզ պետքա որպեսի տեղ գյուղատնտեսությամբ զբաղվեն, թե այդ գյուղը մեզ պետքա որպեսի մեր ագրոէսթետիկան մշակեն, տենց սիրուն ինչ որ բաներ անեն, ինչի համար է, թե մեր այդ սովորույթները ինչի համար է այդ գյուղը մեզ պետք։ Մեր իշխանությունը պետք է այդ խնդրի լուծումը, այդ հարցի պատասխանը ինքը իրան տա։ Միգուցե բոլոր առումներա պետք։ Եթե բոլոր առումներով են պետք, այդ դեպքում պիտի գնանք բոլոր ուղղություններով առաջ։ Այսինքն, ինչ որ բաներ անենք, որպեսզի գյուղատնտեսությունը դառնա շահույթաբեր, ինչ որ բաներ անենք, որպեսզի այդ սոցիալական միջավայրերը բարելավվեն, ինչ որ բաներ անենք, որպեսզի գյուղական զբաղվածությունը մեծանա, էապես մեծանա, ինչ որ արտադրական հզորություններ տանք, տարբեր տեսակ կոոպերացիաներ ստեղծենք ճյուղային ոլորտային, հասցնենք նրանց ապրելու հնարավորության, նրանց կայուն զարգացումը ապահովենք, կա հեռուստացույց բան, դե սրանն է չանդրադառնամ, սա ակնհայտ է, որ դրանք պետք են։ Այսինքն այս ընդեղի ապրողը պիտի այդ սոցիալ մշակութային միջավայրը բավարարելու հնարավորություն ունենա։ Հիմա մենք Երևանի արվարձաններում ունենք քաղաքներ, որտեղ մենակ մետրո ու օպերա չկա, ամեն ինչ կա։ Օրինակ Էջմիածնում, օրինակ Արտաշատում, շատ հեռու չգնանք, չի, ամեն ինչ կա։ Էջմիածնի բնակչի համար ոչ մի տարբերություն չկա, ինքը Էջմիածնում է, թե ենթադրենք թե Երևանում։ Մենակ օպերա չկա։ Ու մեկ էլ մետրո չկա։ Այն մնացած ամեն ինչը կա։ Այս նմանատիպ բաներ պիտի ունենանք այս ամբողջ տարածքներում։ Այստեղ շատ կարևոր է մեկ էլ երկրի համաչափ զարգացումը։ Այդ գյուղը պիտի ինձ զարգանա, թե ընդհանրապես քաղաքը պիտի զարգանա։ Թե ուզում ենք համաչափ ռեսուրսները տնօրինվեն, կառավարվեն։ Չէ՞ որ եթե բոլորս գալիս ենք ստե ու գնում ենք ընդեղի հողը մշակելու, տրանսպորտային ծախսերը մեծանում են, չէ՞, արդեն եկամտաբեր չի։ Ուրեմն պիտի ինձ ինչ որ մեկը լինի։ Դե ինձ ինչ որ մեկը լինի քաղաքային միջավայրը պետք, չէ՞, ինչ որ մեկը լինի։ Այդ նշանակում է նրա միջավայրը պիտի բարեկարգել։ Սենց հարցեր չեն քննարկում երբեք։ Մեր իրավիճակային բաներ է։ Ինչ անենք, որ այս մի ամիսը սենց լի, երկու տարին հենց լի, սենց այս կարգի բաներ են։ Խորությամբ այս հարցերին անդրադարձող չկա դժբախտաբար։ Ինձ թվում է, որ սա մենակ էկոնոմիկայի նախարարության գործը չի, այստեղ շատ լուրջ անելիք ունի նաև մշակույթի նախարարություն։ Ոչնչով չկա, օրինակ քաղաքացին ո՞նց է հասկանում մշակույթի նախարարի ներկայությունը իր ընտանիքում։ Ոչ մի կերպ։ Ոչ օրինակ ինչ միջոցառում է արվել 25 թվականին, ենթադրենք ձեր ասած սահմանամերձ համայնքի բնակիչը, որ պայմանական այդ համերգին մասնակցի, չգիտեմ ինչին մասնակցի, ինքը զգա, որ ինչ որ մի բան տրվեց իրան, ինչ որ մի բան հասկացավ դրանից, ինչ որ մի սովորույթ վերակենդանացավ, ոչինչ չկա դա։ Հա դե թվեր ցուցանիշներ կան, որ այսքան համերգ են կարել, այսքան երեխաներին ճամբար ենք տարել, այդ ամենը տարել ենք, բայց ինչ ազդեցություն ա ունեցել։ Մենք անընդհատ գնում ենք այդ քանակական ցուցանիշներից, չէ՞, որակականի մասին խոսք չկա։ Անցած տարվա համեմատ այս տարի ունեցել ենք 2% աճ, բայց դա ուր է ուղղորդվել։ Արդյոք պիտի 2 ունենայինք, թե 12 պիտի ունենայինք։ Իսկ դա նպաստել է մեր կայուն զարգացմանը, մեր բարեկեցության վրա ինչ որ ազդեցություն ունեցել է, թե չէ։ Սա է ցանկացած գյուղաբնակին հետաքրքիր։ Շնորհակալ եմ պարոն Ստեփանյան զրույցի համար։ Ես էլ ձեզ։ Իմ հյուրներ Տավուշի նախկին փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանը։ Կհանդիպենք։